Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Հակոբյան, մի քանի հարց ունեմ, էլի։ Ուրեմն առաջի հարցս, երբ որ 10 միլիոներ եւ 20 միլիոներ այդ շեմերը, այդ օրենքը երբ է ընդունվել եւ ձեր նախաձեռնության նախապատմությունը, այսինքն ումից է եղել այս նախաձեռնությունը, եթե կարելի է իմանալ, էլի, նախաձեռնությունը դուք եք նախաձեռնել, ձեր որևէ վարչություն է նախաձեռնել, թե վարչապետի հանձնարարականը, այդ հարցը։ Հաջորդը, այդ մոտեցումը, որը իհարկե ողջունելի է, բայց ինչի չեք ուզում կապեք այդ շեմերը շրջանառության հետ։ Չի կարա 3-4 միլիարդ շրջանառություն ունեցող ընկերությունը 10 միլիոն խաբի պետությանը, կարա սխալվի 20 միլիոն, բայց դուք գցում եք քննիչների ձեռքը։ Չի կարա 3 միլիարդ շրջանառություն ունեցող տնտեսավարողը 10 միլիոն թաքցնի, կարա խաբի, կարա նաև սխեմաներ օգտագործի։ Լավ է անում սխեմաները օգտագործում։ Դուք էլ բռնեք այդ սխեմաների իրաց օգտագործելու ձևը։ Արագ-արագ օրենքը բերեք, ոսը պարոն Բադասյանը մի պահ արեց։ Օրենք ընդունենք եւ սխեմաների դեմն առնենք։ Հաջորդը այդքան որ գործեր է գնացել հազարավոր ըստ երևույթին տարիների ընթացքում քննչական կոմիտե, դրանից քանի տոկոսն է կամ քանի հատիկն է դատարան գնացել, պարոն Հակոբյան, քանի հատիկն է դատարան գնացել։ Հալո ռիսկամ։ Իրականում դուք հարցեր եք բարձրացնում, որոնք շատ լայն քննարկել ենք, ես փորձեմ նախաձեռնող ասելով ես չէի շեշտադրի որևէ կոնկրետ մի սուբյեկտի, որովհետև ձեր նշած բոլորը նախաձեռնող են, որպես այդպեսին եթե նայենք։ Ժամանակին կռիվ ենք անում, ասում եք, որ սա սխալ է, բանը հաշիվ չէր առնում։ Մեր պրակտիկայի ընթացքում, ազգային ժողովը իր պրակտիկայի ընթացքում, կառավարությունը իր պրակտիկայի, այսինքն այս բոլորը վերցրել ենք, բերել ենք մի սեղանի շուրջ ու փորձել ենք միասնական լուծումներ տալ։ Այսինքն այդ տեսանկյունից նախաձեռնող են գրեթե բոլորը, եթե այդպես նայենք, այսինքն սա մեկ անձի նախաձեռնություն չէ, այլ պարզապես տարբեր պրակտիկաների համադրմամբ հասկացել ենք, որ հասունացել է մի իրավիճակ, որ կարող ենք այս քայլը անել, որովհետև այս քայլը նաև համարձակ քայլ է իմ կարծիքով, եւ այդ համարձակությունը հիմքեր ունի։ Ինչի, որովհետև տեսեք, ես միգուցե դրա մասին շատ մանրամասն չխոսեցի, բայց մենք պիտի գիտակցենք, որ ժամանակի ընթացքում պետական եկամուտների կոմիտեն իր գործիքները ուժեղացրել է նույն ձեր ասած սխեմաները բացահայտելու ուղղությամբ։ Մենք պետք է գիտակցենք, որ տնտեսությունը հատկապես վերջին տարիներին էական աճ է գրանցել, հետեւաբար նաև բիզնեսները իրենց շապերով էական աճ են գրանցել։ Մենք պետք է գիտակցենք, որ մենք այլևս ունենք կարողություններ, որ այդ վարչական process-ներով անցկացնենք բազմաթիվ գործեր եւ ունենք այդ թեմատիկ ուսումնասիրության գործիքը, որը եթե չեմ սխալվում 24 թվականին է ներդրվել։ Այսինքն բաներ կան, որոնք հասունացել են այս իրավիճակը նաեւ եւ մենք կարողանում ենք այդ հենքի վրա այս որոշումները կայացնել։ Հիմա բանի հետ կապված 10-ից 20-ի հետ կապված 22 թվականից է 10-ից 20 գործում, այսինքն 10-20, ոչ թե 10-ից 20, 5-15, միջև այդ 5-15, դրանից առաջը 4-15, այսինքն իրականում վերջին 10 տարվա ընթացքում փոփոխությունները տես մարջինալ են եղել, կարելի ասել։ Հիմա մենք էական քայլ ենք անում, երբ որ ասում ենք 3 անգամ բարձրացնում ենք այդ շեմը։ Հիմա մյուսը կապել շրջանառության հետ, այս բանավեճը դեռ շարունակում է ակտուալ մնալ, իհարկե, կապել շրջանառության հետ, ընդհանուր միջև կարգ քննարկում, կապել օրինակ վճարած հարկերի հետ, թե չէ։ Մենք ընտրել ենք աշճանաբար հասնելու այս ճանապարհին, բայց տեսեք, միջազգային փորձ էլ կա։ Մենք միջազգային փորձը երբ որ նայում ենք, միջազգային փորձը հատկապես քրեական իրավունքի տեսանկյունից մեզ ասում է, որ չեն կարողացել երկրները լուծում գտնել այդ հարաբերական շեմեր սահմանելու, որովհետև այդտեղ իրավական հստակության հարց կա, որովհետև իրավական հստակությունը ասում է, որ դու պետք է նայես պետությանը վնաս պատճառելու չափին։ Հիմա էական չի դիմացինը ինչ շրջանառություն ունի, ինչ հարկ է վճարը եւ ինչքանով է հարուստ կամ աղքատ։ Վնասի չափն է թիրախում ու դա է ամենատարածված պրակտիկան այսօր աշխարհում։ Մենք հիմա ասել ենք բայց նայեք, տեսեք, ազգային ժողովի հետ քննարկումների արդյունքում այն երկրորդ էլեմենտը շեմի, որ ասում էի,
որ մի տարվա համար 30, երկու տարվա համար 45, ըստ էության այս խոսակցությունից է նաև բխել։ Այսինքն մենք պարոն Թունյանի գլխավորությամբ քննարկումներ ենք ունեցել ու եկել ենք մի կոնսենսուսի, որ այս փուլում այդ երկրորդ էլեմենտը ավելացնելով որոշակի կմեղմենք այն հնարավոր ռիսկերը, որոնք որ դուք եք բարձրացնում։ Մյուսը, ճիշտ ասած, հիմա ձեռքի տակ չունեմ վիճակագրություն, թե ձեր ասած հազարավոր գործերից քանի հատիկն է դատարան գնացել, բայց թույլ տվեք չհամաձայնվել այն ձեր ասածի հետ, որ դուք ասում եք խոշորները չեն կարող այդքան խաբել կամ բայց կարող են սխեմաներ օգտագործել։ Սխեմայի օգտագործումը արդեն իսկ խաբել է նշանակում իրականում։ Հակիկ ճանապարհները, բայց Դե ես դրա համար եմ ասում, բայց հիմա տեսեք մենք 3 անգամ մեծացնում ենք դաշտը աշխատելու եւ միաժամանակ կիրառում ենք մեր կൂട്ടակած կարողությունները եւ զարգացնում ենք։ Երբ որ կգանք այն պահին, որ մենք կարող ենք ասել, որ մենք բոլորին հասնում ենք մեր գործիքներով, այդ թվում թվային հետախուզության օրինակ գործիքներով եւ վերլուծական գործիքներով, այդ ժամանակ միգուցե մի քանի տարի հետո այդ հարցը ակտուալ դառնա։ Բայց ես նշեցի ձեզ միջազգային պրակտիկան եւ նաեւ մեր քննարկումների տրամաբանություն։